Հարազատ էս փողը վերցրու, այս թուղթն անպայման կդնես մեջը, որ իմանանք, որ մեզ ես ընտրել։ Ազգային ժողովն օրերս ընդունեց ընտրական օրենսգրքի փոփոխություններ, որոնց մի մասը առաջարկվել եւ նախագծվել էր մեր եւ մեր գործընկերների կողմից։ Խոսքը մասնավորապես քվեաթերթիկների անվավերության հիմքերի մասին է։ Եթե ընտրողը քվեարկության ծրարի մեջ բացի քվեաթերթիկից այլ իր դնի, ընտրողի քվեաթերթիկը անվավեր է համարվելու։ Սա շատ կարևոր է, քանի որ հակառակ պարագայում ընտրակաշարք տվողները կամ ընտրողների վրա ապօրինի ազդեցություն ունեցողները ընտրողի հավատարմությունը ստուգելու համար կարող է պարտադրեն, որ ընտրողը ծրարի մեջ այլ իր դնի, որ հետո հաշվարկի ժամանակ այդ այլ իրով նույնականացնեն ընտրողին։ Այսպես Այդ այլ իրը կարող է լինել գունավոր թուղթ կամ ընտրողին նույնականացնող որևէ այլ բան, բայց մեզ համար շատ կարևոր է, որ ընտրողը քվեախցիկում ում ուզենա ընտրի, ու ոչ մեկ չկարողանա վերահսկել, անգամ եթե ընտրողը ստիպված չի կարողանում առարկի, որ իրեն վերահսկեն։ Այդ կարգավորումը իմիջիալուց կար նաև մինչև 2024 թվականի դեկտեմբերը, բայց հետո հանվեց, ինչը սխալ էր, ու կարևոր է, որ մեր պահանջով այն հետ բերվեց։ Իմիջիալուց ընտրողներին վերահսկողության մյուս ձևերից խուսափելու մասին շուտով շատ մեծ արշավ կանենք։ Դե հա, ընտրողներին սովորեցնում ենք խաբել իրենց վերահսկողներին։